Բարև ձեզ։ 2025 թվականի հոկտեմբեր 19-ին հայ կաթողիկ եկեղեցին, համայն կաթողիկ աշխարհը եւ հայ ազգը պիտի դառնան ականատեսը հոգևոր ու պատմական մեծ կարևորություն ունեցող իրադարձությանը։ Իբրև համայն կաթողիկ եկեղեցվո սուրբ Երանելի arczepiskopos Իգնատիոս Մալոյանի սրբատասմանը։ Սրբատասման արարողությունը դեղի պիտի ունենա Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարին մեջ Լևոն 14-րդ սրբազան քահանայապետին գլխավորությամբ։ Պատվիրակություններ պիտի ժամանեն Լիբանանեն, Հայաստանեն եւ հայկական սպիրկի բազմաթիվ համայնքներեն, ինչպես նաեւ քույր եկեղեցիներու ներկայացուցիչներ։ Այս արդիվ այսօր մենք կհյուրընկալ ենք Պատրիարքական փոխանորդ Զմարու Պատրիարքական գղերի միապանության եւ մեծավոր Զմարու վանքին Կերաբայձար հայր Մաշտոց Թակաթիր Ձայրակույն վարդապետ Զահտերյանը։ Աստված օգնական մեծավոր հայր։ Աստված բահաբան։ Շատ ուրախ ենք, որ այսօր մեզի միացաք նույնինք Զմարի վանքեն։ Ուրեմն սկսելու համար նախ եթե գրնակ մեզի ծանոթացնել, թե ով էր Իգնատիոս Մալոյանը։ Նախ անշուշտ գուզեմ ձեզի հատկապես շնորհակալություն հայտնել, որ այս գեղեցիկ այթը գնցրեք մեզի միանալու եւ մեր խոսքը այս հոգեվոր պատկամը եւ այս հոգեվոր կարևոր պատմական իրադարձությունը ծանոթացնելու նաեւ բոլոր ագենտներն, որոնք կհետևին ծեր եթերին եւ մեր անձին միջոցով այս պատկամը լսելու եւ ծանոթանալու այս հերճակավոր անձնավորության նոր սուրբին մասին։ Իգնատիոս Մալոյանը, ինչպես գիտենք եւ շատեր արդեն լսած են գճանչնան, ծնած է Մարտին քաղաքին մեջը եւ իր 14 տարեկան հասակին է, որ Լիբանան հասած է եւ Զմար վանքի նորընձա կամ ժառանգավոր աշակերտ վարդապետու մեկ խոսքով եղած է։ Ուրեմն մինչև այդ 14 տարեկան հասակ նետելը ինքը իր սովորական ընտանիքին զավակի եղած է, ապրած է այդ քաղաքի մեջ, այնտեղ ուսանած է եւ եկեղեցի հաճախած է։ Այնտեղի առաջնորդ սրբազանը այդ ժամանակվա եւ հոգեվոր հովիվը ծուխի ուրեմն տեսնելով այդ գոչումի նշանները եւ տեսնելով թե այս երիտասարդին կամ այս բադանիին մեջ ինչ որ բան կա որ զինք կդարբերե ուրիշներեն անդրադարձած են որ այս դրան այս բադանին պետք է իր կյանքը նվիրե եկեղեցու եւ ասկի ծառայության եւ զինք գուհարգեն Զմարի մայրավանքի ընձայրան Սուրբ Միքայել ընձայրան որտեղ ինք կաշակերտի 14 տարեկան հասակին մինչեւ քահանայական ծերնացություն որ դերի գունենա 1896 թվականին Ուրեմն այս ժամանակ այս դարիներուն ընթացքին ինքը գսորվի գուսանի աստվածապանություն, իմաստասիրություն, հոգեբանություն, լեզուներ, հին լեզուները նամանավանդ հին հունարեն, լատիներեն, որբեսի անշուշտ հասկնար եւ ըմբոշխներ նաեւ աստվածապանական կարևոր դասընթացներ, որոնք գուսանեին այն ժամանակ այս մայրավանքի ընձայրանի հարգերուն տակ Այսպես գարչ գերնանք բնութակել կամ ներկայացնել Իգնատիոս Մալոյանի կյանքի գոչման ճանապարհի սկիզբը։ Շատ լավ։ Իսկ եթե շարունակենք կյանքին հաջորդ հանգրվանը հայկական ցեղասպանության ժամանակ ինչ կպատահի Իգնատիոս Մալոյանին հետ։ Անշուշտ նախ շատ թույլ տվեք շատ գարչ ձևով անդրադառնամ իր ունեցած առաքելությունների մասին հասնելու համար մինչև Մարտին քաղաք եւ այնտեղ իր ունեցած եպիսկոպոսական կամ arczepiskopոսական ծառայության ժամանակաշրջանը նախ անշուշտ ինքը գծերնատվի վարդապետ քահանա եւ այդ կարգը կստանա օձումը կստանա այս մայրավանքի մայր եկեղեցվո մայր ավակ փորանին դիմաց հետեւաբար մեզի համար անիգա նշանակալից է որովհետև իսկապես մենք որ մինչև այսօր այդ եկեղեցու այդ սուրբ խորանին դիմաց գծնրացվենք եւ գաղութենք այդ իր ներկայությունն է որ գսկանք եւ գավինք եւ գործենք վայելել նաեւ մեր հոգեվոր կյանքի մեջ ներառելով իր հատկանիշները
Եվ ապա ինքը գստանցնե եւ գուդարվա կամ մեգուգես տարվա դեվողության վրա պաշտոնը այս մայրավանքի մեջ որպես հոգևոր հովիվ կամ հոգևոր հայր նորընձայարանի ժառանգավորներուն եւ նույն ադեն վանքի վանապնակ վարտաբետներուն եւ ապա գուղարգվի որպես արաքելական գարավարիչ Եգիպտոս այնտեղ ինք կպաշտոնավարե մի քանի տարիներ ապա կնշանակվի քարտուղար, բادیարքական քարտուղար, բادیարքոր քարտուղար, որ այն ժամանակ բادیարքական աթոռը գտնվեր Իստանբուլի մեջ, այսինքն Բոլսո մեջ, մենք որովհետև ավելի Բոլիս գործածենք մինչև այսօր, եւ Բոլսո մեջ այդ պաշտոնեն ետքը ինքը գերգին անգամ գվերադառնա Եգիպտոս, ապա գնդրվի arciepiskopos Մարտինի առաջնորդ։ Բնականաբար այդ 4 տարիներ ինքը այդ պաշտոնին վրա գմնա Մարտինի մեջ մինչև հայոց ցեղասպանության ժամանակաշրջան եւ իր կյանքը գուտավերջավորության իր ժողովրդին հետ, իր վարդապետներուն հետ սեմտե 15 միապաններ զմար վանքի միապաններ այդ ցեղասպանության ժամանակ իր հետ միասին նաեւ գնահատակվին։ Այո։ Ընդհանրապես սրբատասումը մեծավոր հայր դեղի գունենա, ասենք երբ անցմը հրաշքներ կգործե, բայց ասպարակային նույնը չեր բարական Մալոյանին, ուր ան նահատակված է հանուն քրիստոնեության։ Այո, ուրեմն որոշում առնվեցավ։ Այո, ուրեմն գաթողիկե եկեղեցվո մեջ սրբատասումը ունի անշուշտ իր պայմանները։ Եվ պայմաններ մեկն է, որ անձը պետք է որ հրաշք գործած լա եւ այդ հրաշքը պետք է որ փաստված լա բժշկության կողմը եւ եկեղեցին հաստատած լա այդ ընդունած լա այդ հրաշքի փաստակրումը։ Ուրեմն այս վարակային մենք Մալոյանի կյանքեն գիտենք մի քանի գեդեր եւ ամենակարևոր դրվագը որ գա թե ինքը իսկապես շատ սրբագյաց կյանք ունեցած է այս աշխարհի վրա ապրած ժամանակ եւ անիկա գվգային ագանադեսները իսկ ցեղասպանության ժամանակ երբ ինքը Մարտինեն դեպի դուրս կարաչնորդվի կամ գվդարվի ժողովրդին հետ դեպի Դիարբեկիր այդ ճանապարհին վրա աշուտին կարանցնացնեն անգարաճ կփանդարգվի գճարճարեն զինք եւ այլն բավական կողքոտայի ճանապարհին գանցնի եւ ապա այդ ցեղասպանության ուղակի նահատակության ճանապարհին ընթացքին զինք կարանցնացնեն գարավանեն եւ գործեն անշուշտ բարդացել իրեն տավանապոխելալ բնականաբար գմերժե եւ իր վերջին խնդրանքը գլա իր ժողովրդին հետ հանդիպիլ եւ զիրենք կաչալերել ըստ թուրք օսմանցի զորքի կամ ասենք զինվորներով եւ քուրդ զինվորներով վկայության մենք մեր արխիվների մեջ արձանագրված ունենք այդ ժամանակ ինչ կպատահի անաբադին մեջը եւ Մալոյան գահանտիբի իր ժողովրդին եւ գսեն թե ամբ մգիչն է եւ գծածկե անոնց երկինքեն ամբ մգիչն է եւ գծածկե անոնց վրա որովհետեւ զինվորները չեն տեսնել թե ինչ կպատահի իսկ ագանադես վկաներ որոնք այնտեղ գային նաեւ հասցնեն այդ տեղեկությունը ասորի եկեղեցվո եպիսկոպոսին տաբունի որ ինքը նաեւ իր հիշադակարաններում մեջ կպատմե այս դրվագները եւ գսեն թե ինքը այնտեղ իրենց հետ ունեցած հացը գարնե եւ կարծես վերջին ընթրիքի նման Քրիստոսի նման այդ բադարակը գմադուցի այդ ամբին մեջ որ զինվորները չեն գնար տեսնել ագանադես չեն դառնալ եւ չեն գնար իմանալ թե ինքը այդ ամբի մեջ ինչ կներ սուրբ հաղորդությունը կբարձրացնե բնականաբար եւ կբաժնե իր ժողովրդին կփաշխե Հիսուսի մարմինը իր հետ եղող 416 հավատացյալներուն իր գարավանի հավատացյալներուն եւ զիրենք կզորացնե հավատքի մեջ կհաստատե որբեսի բոլորը պատրաստ լան նահատակության եւ իրենց կյանքը դալու Քրիստոսի եւ ասկին համար ինչպես որ մեր 1.5 միլիոն եւ ավել նահատակները իրենց կյանքը դված են այս նույն նպատակին համար հետեւաբար ասիգա առաջին այդ պայմանն է որ հրաշքի նման այս իրականությունը բադահած եւ վկայությունը կա եւ ընդունված ճշմարտություն է սակայն անշուշտ եկեղեցին նաեւ գադի ունի նահատակությունը որ ամենավսեմ ճշմարտություն է կյանքին որ մեր մեկը փաստված կերպով իր կյանքը դված է Քրիստոսի համար կամ եկեղեցին համար իր հավատքին համար հետեւաբար կարծեմ այդ նահատակության այդ վսեմ բարձանքին
իսկապես ինքը արժանի դարձած, ինչպես մեր բոլոր նահատակները արժանի դարձած են այդ բարձանքին, եւ վստահաբար բոլորն էլ երկինքի մեջ մենք ոչ մեկ կասկած չունենք նահատակներուն հանդեպ, բայց պետք է գաթողիկի եկեղեցու մեջ անց իրենց բարականները ուսումնասիրվին եւ այդ վկայությունները հիման վրա այս տադը ավելի հարաճ երթա։ Ասեմ Մալոյանի հետ կապված պատրաստությունները նախ երանացման եւ ապա սրբացման սկսած են բավական տարիներ առաջ, մոտ 50 տարիներ առաջ եւ վկայությունները կհավաքվեին եւ կարգնակրվեին իր անձին մասին ագանադես անձեր են, որոնք նաեւ Մարտինի մեջ ապրած են ոչ հայ բնականաբար, որոնք անգետ հասած են դեպի Լիբանան եւ Սուրիա եւ այս տարածաշրջանին մեջ։ Ապա աշխատանքը քիչ մտածած է դժբախտաբար լիբանանյան ներկայական այդ իրավիճակներն եւ պատերազմի հետևանքով մինչեւ 1990-ական թվականներու սկիզբին արդեն սկսած են գրքին անգամ այդ աշխատանքը շարունակել մեր եկեղեցու հայրավետը այն ժամանակվա եւ սինոդոսական եպիսկոպոսած դասը եւ զմայր վանքի վարչությունը մինչեւ 2001 թվական եւ Սուրբ Հովհաննես Բողոսպեն այդ սրբագյաց քահանայապետը գհերճագե 1700 ամյակի արիթով մեր քրիստոնեացման pedagogan քրիստոնեացման 1700 ամյակի արիթով կհերճագե Ինքնադիոս Մալոյանը Երանելի գաթողիկե եկեղեցու եւ Երանելի հերճագում են ահա արդեն իսկ դարիներ յետ 2025 թվական մենք կարողացանք հadouk ամենաբադիվ հոգևոր դիրոջ գաթողիկոս պատիարքի խնդրանքով եւ թիմումով գերգին անգամ պատրաստել ամբողջ թղթաձրարը Ինքնադիոս Մալոյանին եւ զինք հասնել այդ սրբատասման բադիվին արժանիքին, որուն վստահաբար բոլոր նահատակները անգասկած արժանի են եւ որոնց բարեխոսության մենք իսկապես այսօր գարիք ունենք։ Հետևաբար արյան մգրդությամբ արդեն իսկ այդ բարձանքին, վսեմ բարձանքին արժանի դարձած է։ Մեծավորար, ուրեմն ինչպիսի արժեք կներկայացնե այս սրբատասման արարքը հայ ժողովրդին եւ հայ գաթողիկե եկեղեցին համար։ Ուրեմն անշուշտ մենք մեզ համար շատ մեծ պատիվ է, որ մեր միապանութենեն առաջին սուրբն է, որ կհերճագվի գաթողիկե ընդհանրական եկեղեցու եւ այլևս երբ որ սուրբ կհերճագվի անցմը եկեղեցու մեջ չի պատկանի միայն իմ միապանությանս կամ այն միապանության, որին ես կպատկանիմ եւ կամ հայ գաթողիկի եկեղեցու չագերյալ, այլ ընդհանրական եկեղեցու բոլոր հավատացյալներուն եւ բոլոր եկեղեցիներուն սուրբը գտարնա անիգա եւ որուն գտիմեն բոլոր ասկերու հավատացյալները։ Հետևաբար անիգա մեզի համար իսկապես հբարդանքի արիթմն է եւ նաեւ անիգա անգամ եւս կուկա հաստատելու թե հայկական ցեղասպանության հայտադը մինչեւ այսօր դակավին չէ մերած եւ չի մերնի մինչեւ այնադեմ որ մենք գեհդաբնտենք մեր տադը եւ զայն գարաչնոտենք դեպի բարի ավարտ եւ այդ բարի ավարտը կարող է դակավին սերունդներ անցնի մինչեւ որ հասնի, բայց մենք այդ հավատքը ինչպես շարանկած ենք մեր նախնիներեն մեր նախորդներեն այդ հավատքով է որ մենք գավինք եւ այդ հավատքով գործենք եւ այդ հավատքով պիտի շարունակենք այս ընթացքը մեդություններ քաղաքականություններ չենք ուզել Մալոյանի սրբատասումը քաղաքականացնել որովհետեւ անիգազուտ հոգեվոր իրադարձությունն է իրողությունն է ճշմարտությունն է որովհետեւ ինքը հավատքի վրա անցն է եւ այդ հավատքի վրայությունը չենք ուզել օգտագործվի քաղաքական դաշտի մեջ բնականաբար բայց անոր յետին գա այս տադը ցեղասպանության տադը հերու այսօրվա քաղաքական դաշտեն իրականություններն երբեմն ալ դժբախտ իրականություններն որոնց դիմաց կգտնվենք եւ զոր դիմակրավենք ալ այսօր բայց մենք պիտի շարունակենք այս ոգիով այս աստիարակության շունչով եւ անի այս ճահը պիտի փոխանցենք մեզ հաջորդող սերունդներում որպես անոնք եւս շարունակեն ընթացքը մեր տադը չի գնար մերնիլ որովհետեւ մենք կբահանջենք մեր իրավունքները մեր նախնիներու արյան իրավունքը բայց մեկ բան նաեւ նկատի պիտի ունենանք որ այս ազգային շունչի գողքին նաեւ հոգեվոր արժեքն է որ այսօր ավելի մարդոց ժողովրդին եւ հավատացյալներուն թիմաց կբարձրանա գծծվի որովհետեւ հոգեվոր ճշմարտությամբ մենք ալ կհավատանք որ
նույնիսկ եթե այս աշխարհի ինչ որ բանի արտարության նպատակի մենք չհասնենք, բնականաբար անիգա չէ մեր ամենավերջին եւ ամենամեծ բարձր նպատակը անիգա միմիան երկինքի մեջ է որ բացարձակ, այսինքն գադարյալ արտարության կկարողանանք դիրանալ եւ մենք այս աշխարհ չենք եկած միայն կոնցերտ իզելու կամ հարստություններ ունենալու կամ ուրիշին իրավունքին կամ նույնիսկ մեր ամբողջական մարդկային իրավունքներ միան պահանջելու, այլ մենք եկած ենք այստեղ, որովհետև անցողագի ենք եւ այս անցողագի ժամանակաշրջանին հետ մենք պիտի անցնենք երկինք, մեր հոգին պիտի շարունակի կյանքը եւ մեր հոգեվոր կյանքի մեջ է որ մենք կանցեր պետք է ունենանք երկինքի մեջ, այնտեղ վստահաբար մենք Աստուծո ներկայությունը պիտի վայելենք բոլոր սուրբերու ներկայությունը եւ այնտեղ արտար աչքերով պիտի տեսնենք ճշմարտությունները եւ այնտեղ պիտի ստանանք մեր ամբողջական արտարությունը։ Ուրեմն մեծավոր հայր ինչ կսպասենք հոկտեմբերի 19-ին 2025 թվականին Վատիկանի մեջ։ Իգնատիոս Մալոյանի հետ նաեւ պիտի հերճակվին ուրիշ 6 սուրբեր Կաթողիկե եկեղեցու մեջ, հետևաբար հազարավոր մարդիկ, 100 հազարավոր մարդիկ պիտի ելան այնտեղ, ամբողջ աշխարհեն եկած եւ բոլորը ականատես պիտի ելան, որ գեթյոնական պատկեր պիտի գրավե Իգնատիոս Մալոյանը որպես arczepiskopos եւ որպես նահատակ։ Այսքան կարեւոր է եկեղեցու համար անոր նահատակությունը։ Ասիկա նաեւ արիթ մնե, որ մենք շարունակենք մեր ընթացքը եւ երբեք չընկերգինք չդգարանանք եւ հետ կայլ չկատարենք մեր կյանքի մեջը։ Շատ շնորհակալ ենք մեծավոր հայր, ուրախ ենք, որ այս արիթը ստեղծվեցավ, որբեսի լուսարցակի դագարնենք այս շատ կարևոր լուրը, որ մեզի համար միայն հբարդություն կներշնչե։ Ուրեմն այս արդիվ կշնորհավորենք ոչ միայն հայ կաթողիկե եկեղեցին, այլև համայն հայությունը, որովհետև սրբատասման այս որոշումը գարդացոլացնե ոչ միայն Մալոյանի անձնական սրբությունը, այլ նաև Վատիկանի կողմէ հայոց ցեղասպանության եւ անթիվ հայ քրիստոնյաներու հոգեվոր զոհաբերության շարունակական ճանաչումը։ Ուրեմն հաջողություն կմաղթենք ցեզի եւ բարի ճանապարհ դեպի Վատիկան։ Շնորհակալություն այս գեղեցիկ արիթին համար, ձեր բարձ կգադար հորիզոն այս եթերին եւ բոլոր ագընթիրներուն անշուշտ կմաղթեմ, որ հետևին եւ իրենք ալ այդ բարձանքը ըսկան։ Հաջողություն ձեր աշխատանքներում մեջ։ Խնդրեմ նմանապես։ Նոյեմբեր 15 եւ 16-ի շաբաթավերջին Laval Senior Academy-ն ներս դեղի պիտի ունենա թատրոնը, որ կգոչվի Հարսանիք Տիգունքում։ Հեղինակությամբ Անահիտ Աղասարյանի եւ բեմադրությամբ Ռոզալիա Էվերեկլյանի։ Այս թատրոնը պիտի ներկայացնե Մոնտրեալահայ թատերասերներու խումբը։ Գազագերբությունն է Հայ Դունին։ Այս թատրոնին լման հասույթը պիտի հատկացվի դարեցներու զանազան գարիքներուն։ Հայ հորիզոն ցեզի հետ այսօր Հայ Դունեն, որբեսի հավելյալ դեղեցությունները ստանանք լա թատրոնին մասին եւ գամ դարբեր զարայություններու մասին, որ Հայ Դունը գահայթայթե բոլոր դարիքներուն համար։ Սևակ վերջին անգամ գհիշեմ, երբ Հոսեի Հայ Դունը ցերնարկ մրած էր ֆիլմի ցուցադրության, այս անգամ թատրոնի։ Ուրեմն ինչպես այս խաղապարը հղացակ թատրոնն էլու այս անգամ։ Իսկապես շատ հետաքրքրական բզդիկ մապություն է, որ արագ մսեմ մի քանի տարի առաջ, երբ որ Հայաստան էինք, դիգինս Թամարը թատրոնի մկացած էր եւ աս թատրոնն էր Հայաստանի մեջ։ Եվ ինքը անկայն ուզվեցավ եւ ուրախացավ աս թատրոնին, որ ասա որ օր մգուզեմ անպայման աս թատրոնը մեջտեղ բերել։ Եվ իհարկե այս տարվու սկիզբը երբ որ Հայդունը կմտածեր որ դարբեր ծևերով ուրիշ տրամահավաքիմը ներկայացումը բզիկ մեջտեղ բերենք որ ժողովրդին հավաքենք միասին աս թատրոնը մոդեցանք դիգին Էվերեկյանին Ռոզալիա Էվերեկյանը որ ինքն է բեմադրիչը ինքը սա որ ես անպայման այս ծևի թատրոնը գուզեմ մեջտեղ բերել եւ խումբ հավաքեց եւ այսօր բարեբախտաբար 14 հոգի իրենց գամավոր ծևով այս թատրոնը մեջտեղ կբերենք որ եւ իսկապես վարդություն է դստել աս բոլորը։ Այո։
Իսկ եթե գուզես խոսիլ թատրոնի նյութին մասին։ Ուրեմն թատրոնին նյութը կարորիա պատերազմի ժամանակ կբադայի վստիկ հարսանիքի կբադրաստվի որ ընտանիքմա եւ կտեսնանք աս մեր հայ ընտանիքը ինչպես իրար հետ եկած են ամեն աշխարհի կողմերեն որպեսի աս հարստիկը մեջտեղ բերեն եւ դժբախտաբար դեպքերը կսկսի պատերազմի եւ կտեսնանք ինչպես աս ընտանիքը իրենց իրարանցումը, իրենց ապրումները եւ իրենց պատերազմի մասնակցությունը բերել է եւ իրար ընտանեկան միասին ուժեղ ցևով իրար բռնել են ամեն ինչը մեջտեղ ուկա իսկապես որ շատ սկիզբը իհարկե շատ ուրախ արիտով մնե եւ վերջը շատ ցնցիչ հայրենասիրական մեր բոլորին ոգին մեջտեղ դառնի եւ պիտի բերե որ գարձեմ այսօր արտասահմանի մեջ մենք պետք ունենք որ մեր երիտասարդները մեր ժողովուրդը չմոռնա ինչ որ պատահեցավ եւ կարողանանք ցևով ասպապությունը մեջտեղ բերել եւ միասին Լիզա ինչ որ կհասկանամ աստադրոնը ունի հadoop նպատակ դարեցներու զանազան գարիքներուն հասնել ինչպիսի սերվիսներ գուտա հայդունը դարեցներուն Տամար գուզեմ աս հարցումիդ պատասխանել իրական պատմություններ որ սրդի մոդ են ունի ունեցանք դարեցմը հոստեղ, որ 76 տարեկանին հայդունը թիմավորեց իրեն, մինակ դարեցմը, որ հոս եկավ ոչ ընտանիք, ոչ բարեկամ, ոչ ընկերներ ունի, եւ հայդունը աջակցության անշուշտ ուրիշ բարերարներու դարձավ իրեն ընտանիքը, հայդունին զավակները եղան, հայդունին խումբը եղավ իրեն զավակները, եւ ինքն ալ դարձավ մեր մեծ մաման, եւ հաջող կսենք մեր մեծ մաման Աշխենը, որ մեզի սորվեցուց գյանքին սերը, քաչությունը, որ այդ 76 տարեկանեն լիպանանեն ճամփորդելը թիրում փամը չէ այսօրս, մանավանդ այդ տարիքին, երբ որ առողջապահական պայմաններ ունենք, եւ այս տիգինին ինչ որ հայդունը ապահովեց անշուշտ օրական 3 անգամ այցելություններ, որ փորձենք իրեն հոգեգան գացությունը բարելավել, իրեն գողքին դառնալ, իրեն պետքերում մտի գնել եւ միան մեկ բար կարած կնոջը Փերանը ասելով որ ես Կանադան սիրեցի եւ գզարմանային ասելով որ բայց դուք ինչ տեսա Կանադային, եթե հիվանդանոց են դուն եւ դունեն հիվանդանոց, բայց աս չերմությունը որ տեսավ դժբախտաբար հիմա մահացած է Դիգին Աշխենը, այդ չերմությունը որ տեսավ մեր մեջը, ան է որ իրեն Կանադան սիրեցուց, հայդուն ուղագի դուն դարձավ իրեն համար եւ ասի մեկ օրինակ է, անցյալ շաբաթ տարեցմը մեր գրասենյակը մտավ, որով մեզի դեսած էր շուգայի մեջ եւ ասավ գուզեմ հայդունի ինձ օգնե որ իմ մամայիս հետ խոսիմ։ Այդ տարեցը դժբախտաբար ալզայմեր ունի, բայց իմաստը ադեր որ հասկացանք մենք այդ չերմություններ որ եկավ հայդունին մեջը պնդրելու այդ վստահության գաբներ մարդկության մոդեցումն է։ Մենք երբ որ հերացայմը կստանանք տարեցեն մեզի համար կարևորը անցն է, տարեցն է, մեր կորձը հերացայնով չի վերջանար, ոչ ալ 9-5 կորձ մնե, որ գկոցենք և դուն գերտանք և այլն, կորձերնից դուն գշարնակվի և հաջախ եպեմն կորձի հերացայննալ դուն գերտա, որով տարեց մունինք շտաբոքնություն պետք ունի և մեկը պետք ունի, որ իրեն զանք է, ունեցած ենք տարեցներ տամար, որ գզանք են և գսեմ անոթի ենք, սարնարանիս մեջ ճաշ չի գա, տարեցներ, որ գսեն հասեք ինձի, որով զավագս ինձի ծեծեց, բադմություններ են, որ համայնքի մեջ ենք տեսնար, պատմություններ են, որ համայնքը գմորնա և հայդունին առաքելությունը հոս է, որով գմերժենք մորնալ մեր տարեցները։ Այս ծրագիրը, այս կամավոր աշխատանքը, որ երախտաբար դենք, որուն մեջը գա 14 տերասաններ, ասոր գողքին նաև գակոն է 75 հատ կամավոր, որ ամբողջ ճիկերնին, հավատքին հայդունին առաքելության մեջտեղ գպերեն, որ գրնանք բոլոր դարեցներուն հասնենք և չի մնա դարեցմը, որ իրեն սարնարանը բարապ է։ Ուրեմն Լիզա, ինչ որ կհասկնամ, հայդունը միայն հովանավորության ծրագրով չէ որ կսպաղի, այլ ունի զանազան տեսակի ծառայություններ, բոլոր դարիքներուն համար։ Հարցումը շնորհավոր հարցում էր։ Հաճախ երբ որ համայնքի մեջ կներկայանամ, մարդիկ կսեն, «Էլավ հիմա մարդ չի կարգոր, ինչ կնե հայդունը»։ Ես ալգծի զաղեմ գսեմ, ժամանակ կանցնենք, սուրճ կխմենք հայդունի մեջ, ան չէ։ Նախ ասեմ, որ հովանավորության ծրագիրը շատ ծանոթ դարձավ մարդկանց և գրցանք հովանավորել 4000-ը ավելի մարդիկ։ Դագավին 3 թիմավորեցինք ընտանիքը, որ իրակահայ են Լիպանան Գաբրեին,
եւ ասնդանիկ անշուշտ տարիներ եղավ որ իրենց ծուղթերը թիմած է դժբախտաբար հիմա հովանավորչյան ծրագիրը փակ է Քեբեկի մեջ անանգ է որ գարելություններ չի գան որ նոր ծրագիրներ թիմեն եւ եթե գարելություններ ներկայանան բոլոր համայնք անշուշտ դեղյակ կբահեն Բայց երբ որ ընտանիքը հոս կհասնի հոն չի վերջանար բադմությունը, ընտանիքին հոգ տանիլ պետք է, դարբեր շոքեր է գանցնին ընտանիքները, դարբեր դժվարություններ է գանցնին, ես գիշեմ ամիս մարաչ եկեղեցի կացի եւ մարդ մի եկավ ինձ իսավ, բայց հայդունը պամը չրավ ինձի, եւ ասի գիտես ինչ լավ է որ հայդունը պամը չրավ քեզի, որովհետեւ ցանկդ լավ է։ Հայդունը այդ անձերուն համար է, որոնք չեն տեսնվիր, որոնք դժվարության մեջ կապրին Այո, անշուշտ ուրախանանք երբ որ մեր ընտանիքները հաջող են, հայդունը հովանավորած է բժիշկներ, ինժեներներ եւ շատ կոմպանիներու այսօր դերեր, որ իրենք աշխատանքը շատ լավ գերտագոր Քեբեկի մեջ, բայց հայդունը գենսականորեն ներկա է այդ մարդկանց, որ համայնքը գմորնա որ չեն երևիր, ուրիշ դեղ չեն տեսներ իրենց, եւ ինչու հայդուն գուքան, որով չերմություն գա հայդուն, առանց թադողության օգնություն եւ առանց սահմանի առաքելություն գա, որ իրենց հասնենք։ Լիզա, ուրեմն կան դակավին ֆայլեր, որոնք սպասողական վիճակի մեջ են, որ դակավին հոս չեն հասած։ Այո, որովհետեւ լա Քեբեկի նահանգը կամ Կանադայի կառավարությունը ահարելի ցևով գամացուցած են ժամկետները Անցեվիդակ, որ ընտանիքը, որ այսօր հոս կհասնի, գիտեք, որ քոնե 3, 5, 6 տարի եղավ, իրենց թուղթեր արդեն կառավարության մոտ է։ Տարիներ եք աշխատի որ ժողովուրդը եւ մենք որ կարողանանք քոնե այդ ֆայլերը որ հանձնած ենք առաջ բերել եւ այսօր հոս կան։ Եվ ճիշտ ասած Լիզային ասածի վրա գուզեմ ավելցնել, որ մեր առաքելության մեջ շատ մատեմ փախտավորություն կունենանք, որ մարդիկ տեսնանք, որ դժվարություն են դեր մգաստի վերջավորության լա աջողովուրդը որ հայերը որ կարողացանք Քեբեկ բերել առաջին օրը որ հասան եւ այսօր որ դունի դեր են կորձի դեր են մեզի գոքնեն քաոտին գոքնեն հբարդություն է այսինքն նույն ձևով ընտանիքներուն եւ այդ մարդկանց որ գոքնե այդունը դարբեր ձևերով Այո իսկապես մեծ բախտավորություն է որ այսպիսի հայդունին պես հաստատություն ունենք որ բաց է դունիմը պես բոլորին համար սևակ ուրեմն աս թադրոնեն եկամուտ ապահովելու համար վստահ եմ որ դարբեր ծևեր որ թեկրած եք եթե գուզեք խոսել այդ մասին Այո ուրեմն շատ արագ կսեմ ուզեցինք մեր դոմսերը մատչելին էլ այդ իմաստով որ բարձ դոմսերը $30 են Եվ առաջին օրը, որ նոյեմբեր 15-ն է շաբաթ օրը, կան նույնիսկ VIP տիկետներ, որ վերջը պիտի հրավիրվին բզդիկ կոկտեյլիմը, վիրասիրճամը, wine and cheese-իմը, եւ անգեզ այդ իհարկե ունենք դարբեր կատեգորիներ, որ մարդիկ կնան նվիրատություն ունել, որբեսի եթե գուզեն իրենց անունը կամ իրենց հաստատությունը քրկուկներու մեջ լա, գնա քարտի ցևով լա, գնա քարորդ էջ, կես էջ, լման էջ, գերգու էջ եւ ընդհանրապես նվիրատությունները, որ կստանան նաեւ կառավարական դուրկեզեր կստացակիր, ուրեմն այդ կումարները կսկսին 250-ն և 5,000 և ավելի, և միջև հիմա ճիշտ ասած բավական արդեն կումար հավաքված է, և գուզենք, որ դեր շարունակվի, և գուզենք, որ քոնե կարողանանք 50,000 չափ հավաքել, որպեսզի կարողանանք մեր դարեցներուն ավելի լավ ձևով օգնել եւ հոնել իրենց։ Այո, շատ լավ գաղափար է։ Լիզա, եթե վերջին պատկամը ունիս մեր համայնքին։ Ես միշտ կսեմ հբարդության, որ հայդունի առաքելության կենտանի օրինակն եմ։ Ես հայդունով հովանավորված եմ եւ 2011-ին երբ որ հոս հասա, հայդունը գողքիս կեցավ։ Ես դարձա համալսարանի օրորդ, հիմա հայդունի դնորենուհին եմ, շատ լավ ֆրանսերեն գիտեմ, Քեբեկի համայնքի մեջ շատ լավ ծևի շաղվված եմ, անանք որ եթե ես կարողացա ասիգա անել հայդունին օգնության ոյվե մեկ մարդ կրնա անե, բայց ժողովրդին աջակցությունը պետք ունենք, որ կրնա հայդունի առաքելությունը դառնա առաքելությունը առանց սահմանի, հասնենք դարեցներու, երդասարտներու եւ ընտանիքներու։ Շատ լավ օրինակ մներ, իսկապես։
Ուրեմն ձեզի հաջողություն կմաղթենք, Մերսի շատ։ վստահ եմ, որ սրահը երկու օրերն ալ լեցուն պիտի իլնա։ Անպայման, մերսի շատ։ Ընտրեմ։ Իսկ այժմ եկեք բահմա փոխադրվինք թատրոնի փորձին հարսանիք տիգունքում եւ տիդենք բադարիկներ, ինչպես նաեւ լսենք կարծիքները բոլոր տերասաններուն։ Այս թատրոնին մեջ ես Արամն եմ։ Արամը շատ հաճելի երդարսարդ տղամարդ մն է, բարի, աղվոր սիրտով, ուրախ, խնդալիք եւ փեսային ամենը լավ ընկերն է։ Այս թատրոնը իմ համար կարծես թե թբրոց մն է։ Ամեն օր նոր բան գսորվիմ գոր իմ ժողովրդիս մասին, Հայաստանի մասին, հայ ժողովրդին մասին, ով ենք մենք ուրդեղ են գուքանք եւ ուր գերտանք գոր, ավելի կարեւոր։ Սոնյուտը այս թատրոնին ձանր բան է, լուրջ է, բայց ուրախություն կա ներսը, տեսնենք որ չափ հաճելի ժողովուրդ ենք։ Այս տերագադարության մեջ ռազմի գնեմ, գյումրեցի պրաբան և հարսին հայրը։ Ինձի համար այս տերագադարությունը արիթմն է, որբեսի ետ կարենամ դալ մեր հայ կոմինոտեին, հայդունին, որդև աղվոր օրգանիզեյշն է գոգնե հայ կաղութին, ուրեմն մաս գազմելը ասխումպին շատ հբարդություն է ինձի։ Թատրոնը անգեզորեն շատ սրդիս խոսեցավ, որովհետև շատ այժմիական է, մանավանդ հագարակ որ ինքը քարորիա բادرազմի մասին էր, բայց նույն զգացումները, որ ապրեցանք վերջին 5 տարիներուն, իդ վերագենտանացուցենք դե մեջս իմ եւ ապրեցա գորուստը նույն ցևով, ինչպես որ 2020 թվականի բادرազմին ապրեցանք, անոր համար ինձ համար կարևոր էր աս թատրոնի մեջ լալը հագարակ որ գուզեի քիչ մտածար առնել, բայց չի գրծա ոչս էլ։ Ես իբրև գործված թորնիկն եմ ասնդանիքին, 15 տարի հետո ես իմ ընդանիքիս գմիանամ գոր իբրև հյուր, ես ուզեմ գոր դեսնալ իմ մեծ մորս և անշուշտ է ուզեմ գոր ձանոթանալ իմ ընդանիքան անդամներուս, որ 15 տարի չեմ տեսած։ Այս թատրոնի մեջ կխաղամ որպես հարսի մաման, վեներան, և աղջիկիս հարսնիքի ժամանակ պատերազմը կսկսի և պեսաս կմեկնի պատերազմի, որպես մայր իմ սիրտս շատ պիտի ցավիմ զավակիս համար և անշուշտ պեսայիս համար։ Իսկապես սրդիս շատ մոտիկ էր այս թատրոնը, որովհետև նախ գյումրեցի ընտանիքի տերը խաղացի որպես գյումրեցի, այնպես որ շատ ուրախ եմ, երբ որ Ռոզալիա մոտեցավ, անմիջապես է այո ես կխաղամ այս տերը։ Շնորհակալ եմ։ Ես Անժելան եմ, այս պիեսին մեջ, այս ներկայացման մեջ հարսանիք տիգունքում գյումրեցի ընտանիքին քույրերեն մեկն եմ։ Այս պիեսը շատ ուրախ եմ, որ այս պիեսի մեջ մաս կգազմեմ, որովհետև թարգմանություն չէ, վերջերս գրված հայկական պիես մն է եւ Հայաստանի մեջ շատ խաղցվեցավ, նույնիսկ Լիբանան կացին եւ խաղցան այս պիեսը։ Շատ ուրախ եմ, որ մաս կգազմեմ։ Պիես մն է գյումրեցի հայ ընտանիքի մասին, որուն զավակը մեկ հատիկ տղան պատերազմի կմասնակցի եւ ամբողջ պիեսի ընթացքին կտեսնենք հայ ընտանիքի ուրախությունը եւ ցավերը, ինչպես որ մեկ հայ ընտանիքի մեջ նույն ցավերը եւ ուրախությունները կզգանք։
թատրոնի մեջ ես Լալան եմ, Փեսային մաման, եւ ինչպես ես եւ բոլոր մյուս դերակատարները, բոլորս կանցնենք շատ մը զգացումներու ելևէջներ է, որովհետև թատրոնի մեջը ինչպես կսկսի, այսինքն ինքը հարսանեկան մթնոլորտով կսկսի, հարսանիք կպատրաստենք եւ հարսանիքի ժամանակ փամը կպատահի, որը բոլորս կսկացվենք շատ։ Շատ հայրենասերական պիեսմն է, որը ցեզիալի հարգե պիտի շատ թփնա, բայց միևնույն ժամանակ, ինչպես գիտենք, մեր ներկա պատմության մասին է եւ ինչպես գիտենք, մեր պատմությունը գա եւ ուրախություն, եւ դխրություն, ուրեմն դու գալ պիտի ապրիկաս բոլոր զգացումները։ Գերբարիս անունը Ալլա է, Ալլան մորաքյուրներեն մեկն է ամուսնացող երդասարտին, որ գամուստանա Գյումրիի մեջ, իսկ Ալլան գուքա Երևանեն, որպեսի մասնագիծը լա ամուսության։ Ալլային փնավորությունը մագերեսային եւ թեթևսոլիկ է, ինքը քույրերուն ամենափոքրն է, թեև դարիքով մեծ է, բայց ամուսնացած չէ եւ այդ պատճառով մորը շատ մեծ մտահոգություն է։ Մնացյալը եկեք որ տեսնենք։ Ես Ռուզանն եմ եւ թատրոնին մեջ իմ եղբորս բսակն է։ Առաջին անգամս է այսքան մարդու արչեւ փեմիելել եւ անհամբեր կսպասեմ, որտեւ լման կյանքս ուզած եմ ասնել, բզդիգութենես իվեր գտիդեմ ընտանիքիս անդամները փեմիելեն եւ թատրոն խաղար եւ գհուսամ, որ նույն հաջողությամբ կներկայանամ։ Ես Անին եմ եւ ես Հարսն եմ թատրոնին մեջ։ Ուրեմն իմ թերս շատ զգացումներով լեցուն է, հարսանիքից ժամանակ շատ անսպասելի թեփքեր կբադահին։ Ես ուրեմն թատրոնի մեջ Սամուելն եմ, մեր Փեսային կերայրը գլամ, որ հյուր եկած եմ Մոսկվայեն, մեր այս սուրբ բսագին համար, շատ աղվոր թերմն է, լուրջ է, խնդալիկ է, հուզիչ է, քիչ ամեն ինչ գա այս թատրոնին մեջ, ուրեմն հուսամ, որ պիտի կաք բոլորնիդ եւ պիտի սիրեք եւ պիտի enjoy-եք մեզի հետ այս մեր պատրաստած թատրոնը։ Մեզ մեխ ընտրվեցա, որ հայդունի fundraising-ի արիտով ծերնարկ մնենք և վայելուչ պիդելար, որ այս արիտով նույթը կոմեդի չլար, ավելի հայրենասիրական, քիչմ ավելի սկացումներով լեցուն նույթմը լար։ Ուրեմն նույթը ընդրեցինք և դիգին Անահիր Աղասարյան ազնիվորեն մեզի դրամատրեց նույթը և իրավունք դվա, որ պեմատրենք Մոնրեալի մեջ, որովհետև արդեն ներկայացված է Լիբանան և Լոս Անջելես մի քանի անգամներ, ուրեմն ուրախ էր, որ Մոնրեալի մեջ պիտի ներկայանա իր նյութը, անշուշտ խնդրած էր, որ բնակիրը չի փոխենք և կարելի եղածին չափ ֆիդել մնացինք, հավատարիմ մնացինք նյութին, անշուշտ բզդիկ փոփոխություններ ըրի, որպեսզի ժողովուրդը ավելի հետաքրքրված դիտե, քիչ մը ծիծաղ մեջը, քիչ մը ուրախություն, հարսանիք է վերջապես, գիտես, միայն դխրություն եւ այլն աղվոր պիտի չլար, մն բավական հաջող միզանսեն մի եղավ, շատ բախտավորվեցանք, որովհետև 4 նորեկներ ունենք այս անգամ, որ առաջին անգամ պեմ կփարշանան եւ անակնկալորեն ընտանիքին մեջ լուծվեցան եւ շատ ուրախությամբ Պետրվարեն իվեր փորձեր գնենք, որևէ մեկ փորձի չբացակայեցան։ Հիմա գուցե հիմա շատ ուրախ ենք, դեպի լավ, եւ փապակնիսան է, որ լավ արդյունք տա եւ ժողովուրդը ուրախ պահենք։ Այո, վստահ եմ, որ ժողովուրդը պիտի ինտերակցի, մանավանդ որ մեր սրտին խոսող նյութ մնե հարսանիքի թիգունքում, իսկ
Տերագադարներդ ինչպես ընտրեցիր։ Խումբը 2005-ին ի վեր արդեն գոյություն ունի, դարիները ի վեր աշխատենք, մնայուն տերագադարներ ունենք եւ միշտ իրարու հետ գաբի մեջ ենք, որովհետեւ 14 տերագադար էր այս անգամ, ստիպվեցանք նոր ուժեր բերել։ Եվ բարեփոխտաբար ունեցանք, խումբը մեծավ, ընտանիքը մեծավ, եւ ամեն անգամ որ թատրոն գնենք, նոր ընտանիք կկազմվի։ Հիները, նորերը գնդելանան միասին եւ շատ հաճելի մթնոլորտի մեջ փորձերը գնենք։ Այո, մանավանդ երբ նպատակի համար գնենք։ Մանավանդ այս fundraising-ը մեզի համար շատ սիրտերից կխոսի, որովհետեւ տերագադարներու մեջ կան անձեր, որոնք հայդունի միջոցով խոս կրծած են կալ, ուրեմն իրենք ալ բարդականությունը սկացին, իրենց մասնակցությունը բերել, fundraising-ով, ծերնարգին մասնակցելով հայդունին շնորհակալություն հայտնելու համար։ Այո, շատ շնորհակալ ենք Ռոզալիա, նախ այս առիթին համար, վստահ եմ, որ ամեն մարդ պիտի ինտարաչե, պիտի քաչալերե, պիտի նաև վայելե ասկեղեցիկ թատրոնը, տերասանները եւ միաժամանակ լավ նպատակի համար ծառայած պիտի լա։ Իսկապես հայդունը պետք ունի մեր թիգունքին, որովհետեւ մեծ գործունեություն դնե։ Շատ ճիշտ։ Շնորհակալություն, ցեզի հաջողություն։ Մերսի, ցեզի ալվարսկերնիտ կդա, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Սոֆի Մխեյանը հայ երկարվեստի ոլորտի մեջ իր հիմնական գործունեությունը սկսավ 2005 թվականին եւ շատ կարճ ժամանակահատվածի մեջ ստեղծեց յուրահատուկ երաժշտական ոճ, որ գրավեց հանդիսադեսին սիրտը եւ դարձավ իր ասպարեզի հիմնական գրավականներեն մին։ Սոֆի Գագիգի Մխեյանը ծնած է 1984 թվականին Երևանի մեջ։ Ավարտած է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի Տաշնամուրի բաժինը, երգելու սկսած է Դորեմի դպրոցի մեջ։ Ավարտած է նաև Ռոմանոս Մելիքյանի անվան կոլեջը, ինչպես նաև Երևանի Կոմիդասի անվան պետական երաժշտանոցի ջազ վոկալ բաժինը, ուր ստացած է նաև իր master's degree-ն։ Սոֆին խլած է բազմաթիվ մրցանակներ, ինչպես օրինակ Դարվա հայտնություն, Դարվա հիթ, Դարվա լավագույն փոփ ալբոմ, Դարվա լավագույն փոփ երգչուհի եւ Դարվա լավագույն երգչուհի։ Սակայն ըստ երգչուհին իր ամենամեծ մրցանակն ու լավագույն գնահատականը եղած են իր հանդիսադեսի սերն ու չերմությունը, անվերջ ծափահարություններն ու մեծ ուշադրությունը։ Հույսով ենք, որ այս նույն չերմությամբ Սոֆին պիտի թիմավորենք հոս Մոնտրեալի մեջ եւս, ուր անհրավիրված է Թեքեյան մշակութային միության կողմէ Աբակա շաբաթաթերթի հիմնադրության 50-ամյակին արդիվ, որ դեղի պիտի ունենա շաբաթ նոյեմբեր 1-ին Centre Arménien ներս։ Բարև Սոֆի, ինչպես ես։ Ողջույն Թամար ջան, հրաշալի եմ, շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ այս կապի համար, որ ստեղծել ենք, որ ողջունեմ իմ շատ սիրելի հայրենակիցներին։ Պիտի խոստովանեմ, որ Մոնտրեալում եղել եմ 2011 թվականին, հրաշալի միջոցառում էր քերմես եւ ես ներկա էի եւ 2 օր հրաշալի ելույթ եմ ունեցել, բայց այս անգամ 2025 թվական 14 տարի անց ես կրկին կգամ Մոնտրեալ։ Կարելի ասել, կարծես թե առաջին անգամ եմ գալիս, որովհետեւ բավականին երկար դադարից հետո եմ վերադառնում Մոնտրեալ։ Այո, եւ մենք անհամբեր կսպասենք ձեզի։ Սոֆի, խոսենք թե ինչպիսի, ասենք, երկացանք մը պատրաստած ես նոյեմբեր 1-ի գիշերվան համար։ Նախ օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշեցին եւ ինձ ուղարկեցին այս հրավերը, ու ես իսկապես շատ մեծ սրտով, սիրով լինելու եմ Մոնտրեալում եւ նոյեմբերի 1-ին վստահ անցկացնելու ենք հրաշալի երեկո, նշելու ենք միասին ապագա թերթի 50-ամյակը։
Բավականին հետաքրքիր ծրագիր եմ պատրաստել իմ երգացանկից եւ ոչ միայն տարբեր երգեր, հայրենասիրական շարաններ, մի խոսքով միասին պիտի երգենք, պարենք, ուրախանանք եւ անցկացնենք հրաշալի երեկո։ Այո։ Սոֆի, ձեր ոճը միշտ ընդհանրապես նույնը եղած է, pop եղած է, եւ ես կհիշեմ այդ տարիներուն, երբ որ օրը եւ ներկան երգը մեզ դույս տեսավ, բոլորս այսին շատ խանդավառված էինք այդ երգով, գրնանք ասել, որ այդ երգով ծանոթացանք ձեզի եւ ձեր անունին։ Այդ տարիներեն ի վեր ինչպես զարգացավ ձեր երգարվեստը։ Շատ շնորհակալ եմ այդ հիշողության համար, այո, դա 2007 թվականն էր եւ այդ երգը օրը եւ ներկան ինձ իսկապես բերեց շատ մեծ հաջողություն, այն ընդամենը թվով իմ երրորդ ստեղծագործությունն էր, բայց այնքան սիրվեց եւ տարածում ունեցավ, որ ես շատ արագ քայլերով կարողացա հայտնվել հայկական երգարվեստում ու սիրվել իմ հայ հանդիսատեսի կողմից, ինչի համար անչափ ուրախ եմ։ Այդ երգը իմ երգացանկի լավագույն երգերից մեկն է եւ կարելի ասել մեգահիթը, որ մինչ օրս քայլում է ինձ հետ, արդեն 18 տարեկան է, բայց հնչում է բոլոր այն համերգների ընթացքում, որտեղ ես ելույթ եմ ունենում, բացառություն չի լինելու եւ նոյեմբերի 1-ին պարտադիր եւս այդ երգը կհնչի եւ այն հատվածը, որտեղ հնչում է Քոչարին, պիտի բոլորս միասին շուրջ պար բռնենք ու մի լավ տոնենք մեր ապագա թերթի 50-ամյակը։ Այո։ Սոֆի, մենք կդիտենք ձեր վիդեոները եւ ընդհանրապես մեծ խանդավառություն կտեսնենք բադանիներուն, երդասարտներուն մոտ ձեր երգերուն հանդեպ, ձեր ոճին հանդեպ։ Ինչպես քայլ կբահեք, որ ներգրավեք երդասարտությունը ձեր երգերով։ Շատ շնորհակալ եմ։ Ես աշխատում եմ իսկապես օր ու գիշեր, որովհետև երգարվեստում ունենալ սեփական ուրույն տեղը եւ միշտ լինել արդի, միշտ լինել այսպես պահպանել դիրքերը, պետք է լինել ծանոթ, թե ինչ է կատարվում համաշխարհային երգարվեստում, սեփական շուկայում, ինչպիսի նոր երգեր են ծնվում, ինչ ոճն է ավելի սիրելի։ Ես փորձում եմ հետևել, փորձում եմ բոլոր համացանցային հնարավոր տարբերակներից օգտվել, սկսված Instagram, TikTok, Facebook-ը կարող ենք համարել մի քիչ ավելի հին տարբերակ, բայց ես փորձում եմ բոլոր սոց հարթակների հետևել, որպեսզի հասկանամ զարկը, որովհետև երիտասարդները թելադրում են իրենց ցանկությունները եւ եթե դու չհետևես ու չնայես, տեղյակ չլինես, կարծում եմ կարող ես նաեւ հետ մնալ։ Այդ իսկ պատճառով շատ ուշադիր եմ ու փորձում եմ բոլոր այս հնարավոր տարբերակները հետևելով պահել այդ կարևոր զարկը, ուրախ եմ, որ դա տեսանելի է, ուրախ եմ, որ դա մարդիկ ֆիքսում են եւ մինչ օրս երգերը, որոնք շատ սիրվում են, նաեւ սիրվում են երիտասարդության կողմից։ Սոֆի հագարակ անոր, որ իբր pop երգչուհի ջանցված եք, բայց ձեր երգերում մեջ նախ ասեմ, որ հայկական երգերը pop ներկայացնելը ինքնին արդեն մարդահրավեր մնե, բայց ձեր երգերում մեջ միշտ կսկանք այդ հայկական զարգը, ցևով մը գմիացնեք երգուքը, ինչպես կնեք այդ մեկը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այդ կարևոր խորը դիտարկմանը, համար, որ նկատել եք եւ բարձրաձայնում եք։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր արմատը պիտի կարողանա պահի, պիտի շարունակի ներկայացնել, վերջապես հայ ես եւ պետք է այդ ելևեջները կլինի գործիքների միջոցով, կլինի երաժշտական մեղեդիի միջոցով, մեր մեծությունների, խաղիկների եւ այդ ամենի կարևոր կետերը գտնելով պետք է փորձել համադրել փոփ արվեստի հետ, ինչը ես փորձում եմ անել եւ 2007 թվականին օրը եւ ներկան հենց դրա
ամենավառ ապացույցն էր, որ ռեգետոն ոճը, որը լատինամերիկյան աշխարհի ամենահայտնի ոճերից մեկն է, բայց այդտեղ համադրվեց հայկական շատ սիրելի գործիքները, քոչարին, զուռնան, դհոլը հնչեցին ռեգետոն ոճի մեջ, եւ ես հասկանալով, որ դա շատ սիրվեց, փորձում եմ այդ հայկական արմատը, հայկականությունը համատեղելով հնարավոր էստրադային կամ հնարավոր փոփ այսօրվա համատեղ ռիթմերի հետ պահպանել եւ երևի թե հենց դրա մեջ է այն գաղտնիքը, որ ես չեմ շեղվում, բայց փորձում եմ հայկական արմատով լինել ժամանակակից։ Այո, խոսելով շեղվելու մասին, պիտի կամ իմ վերջին հարցումից Սոֆի, արվեստագետներու համար կյանքը այդքան ալթյուրին չէ գրնանք ասել Հայաստանի մեջ, բայց դուք որոշած եք մնալ եւ աշխատել, գործել Հայաստանի մեր հայրենիքի մեջ, ձեզ համար ինչու կարեւոր է։ Գիտեք, հրաշալի հնարավորությունը, երբ դու կարող ես չլքել ու լինել ու ապրել քո տանը, Հայաստանը իմ տունն է, ես անխոս չեմ մեղադրում կամ չեմ ասում, որ շատերը լքում են կամ հեռանում են, ամեն մեկը ունի իր ճակատագիրը, իր որոշումը, ես քանի կարողանում եմ գործել, աշխատել իմ տանը, իմ հայրենիքում, Հայաստանի մեջ, ես փորձում եմ պահել այդ հնարավորությունը, թեև շատ հնարավորություններ եւ առաջարկներ եղել են, բայց մի տեսակ ես ինձ շատ պինդ ամուր հողի վրա կանգնած եմ զգում, երբ ես այստեղ տանն եմ։ Մի խոսքով ուզում եմ ասել անչափ ուրախ եմ, որ ունեմ այդ հնարավորությունը աշխատել, ստեղծագործել իմ տանը, իմ հայրենիքում եւ ունեմ հնարավորություն բարբերաբար մեկնելու իմ հայրենակիցներին տեսնելու սրվատամբողջ աշխարհում եւ ելույթներ ունենալու հենց իրենց համար։ Այո, եւ ճիշտ այս պատճառով մենք այսօրվա հաղորդումը պիտի փակենք Հայաստանի մասին ցոնված քու երկով Սոֆի։ Մինչ այդ սիրելի հերոստատիդողներ, գուզեմ անգամ եւս հիշեցնել ցեզի, որ Թեքեանի Աբակա թերթի 50-ամյակը պիտի նշվի նոյեմբեր 1-ին Centre Arméniennes Ձեր դոմսերը ապահովելու համար հեռացայնել Թեքեան գետրոն 514-747-6680 Գամ Բերջ Կոկորյանին 514-983-4256 TV-ին Սոֆի, անհամբեր կսպասենք քեզի Մոնտրեալի մեջ։ Համար շնորհակալ եմ ես հնարավորության համար, որ ստեղծեցիք այս կապը եւ եւս մեկ անգամ օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը նոյեմբերի 1-ին շատ կարոտած Մոնտրեալում բնակվող իմ շատ սիրելի հայրենակիցների մի խոսքով շատ մոտ ապագայում հանդիպելու ենք նոյեմբերի 1-ին Centre Armeni սրահում եւ միասին անցկացնելու ենք հրաշալի երեկո։ Շատ լավ, հաջողություն ձեզի Սոֆի։ Շնորհակալ եմ Սիրելի հայրենակիցներ, իմ անունս Կարոլին Արսլանյանն է։ Ես նոյեմբեր 2025-ի քաղաքաբերական Մոնտրեալի ընտրություններում կներկայացնեմ, որ Լիլ Բիսարսի ջրերի շրջանը West-End-ի մեջ Խոժե Մոխյալի ուսակցության հետ։ Կքաջալերեմ ամեն հայ հոկտեմբեր 26-ին կամ նաև նոյեմբեր 8-ին քվեարկել։
Շատ շնորհակալ եմ։